շատ կարտաճան։ Ինչ մասումներ ակնկալիքներն եք այսօրվա ընտրությունից։ Նա ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ, որ եկել եք, շատ ուրախ եմ։ Առօրյայից հենց ստացել ենք թվերը, որ մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև քաղաքական ակտիվությունը մեր ժողովրդի շատ կարևոր է եւ յուրաքանչյուր պետության համար, մասնավորապես Հայաստանի համար, որովհետև մենք տեսնում ենք վերջին ընտրությունները մեծ խոշոր ընտրությունները դա Երևանի ավականու ընտրություններն էր, որտեղ ապարդյայի պատճառով 28% էր մասնակցությունը եւ շատ հիասթափեցնող էր։ Եվ այսօր մենք տեսնում ենք ժողովուրդը արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, եւ սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է։ Պարոն Արարչյան, ինչ որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր ստացել եք եւ նաեւ ասեցիք բարձր մասնակցությունը, սա ենթադրում է, որ ավելի շատ ընդդիմությունը հնարավորություն կունենա ձայներ ստանալ, թե բարձր մասնակցությունը այնուամենայնիվ իշխանությանն էլ է ձեռնտու։ Բարձր մասնակցությունը այսպես թե այնպես լավ է, որովհետև ավելի շատ մարդիկ են մտածում պետության մասին եւ մտածում են ինչպեսին պետք է լինի վաղը Հայաստանը։ Սա այսպես թե այնպես կարեւոր է։ Ես կարծում եմ հաշվի առնելով փորձը երկար տարիների, որ դա ընդդիմության հենց ձայներն են, որովհետև իշխանությունը իր լծակները աշխատացնելով, վարչական ռեսուրսը աշխատացնելով, այնպես է անում, որ իր ձայները այսպես թե այնպես հասնում են տեղ։ Եվ դա մենք նույնպես տեսել ենք ավականու ընտրությունների ժամանակ։ Այսինքն այս տոկոսը դա ընդդիմության տոկոսն է, որ գալիս է ավել, բայց նորից եմ ասում, իսկապես ինձ համար դա կարևոր չի, ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են եւ զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան։ Ձեր քաղաքական ուժի ձեռքակալվածներ կան թե ոչ։ Մեր քաղաքական ուժի ձեռքակալվածներ չկան, մենք ընդհանուր հետևում ենք բոլոր process-ներին, նաեւ հարցերեցիք խախտումների մասին, օրը երբ որ կավարտվի մենք կամփոփենք, նաեւ մենք մեր հայտարարությունը կանենք, բայց ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին, խնդրում եմ անպայման բոլորդ գնացեք ընտրության, կատարեք ձեր ընտրությունը, զերծ մնացեք տարբեր տիպի խարդախություններից, տարբեր տիպի ապօրինի գործողություններից, օրենքով նախատեսված կատարեք ձեր ընտրությունը։ Իրական ինչպեսի զարգացում են, ասում են ընդդիմությունը խոսում է պլան B-ի մասին։ Ունեք ինչ-որ ծրագիր հետընտրական, եթե ընտրությունները անցնում են նորմալ հարթ, հետընտրական բոլոր գործողությունները որոշում է ժողովուրդը։ Ժողովուրդը ոնց որոշում է, այդպես շարժվում է պետությունը, այդպես շարժվում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ բոլոր քաղաքական ուժերը։ Այսօր նորմալ իշխանությունը վերընտրվել է։ Ընդունել եք արդյունքները։ Ժողովուրդը, եթե խախտումներ չկան, եթե ժողովուրդը կատարում է ընտրություն, մենք պետք է բնականաբար ժողովրդի ընտրությունը հարգենք այսպես թե այնպես։ Հաղթի իշխանությունները, հաղթի ընդդիմությունը, ինչ լինում է ժողովրդի ընտրությամբ, ժողովրդի որոշումով, մեզ համար դա բնականաբար օրենք է։ Դուք Երևանում բավականին բարձր ցուցանիշ ապահովեցիք, այսինքն լավ արդյունք գրանցեցիք եւ բավականին կազմ ունեցաք։ Ինչ եք կարծում, այդ ամեն ինչը կպրոյեկտվի այս համապետական ընտրություններում եւ դուք կունենաք մոտավորապես նույն ցուցանիշներն ու պատկերը ինչ որ այնտեղ է։ Այսինքն ես գուշակությունների գիրկը չեմ կարող ընկնել, չեմ ուզում ընկնել, բայց կարևորում եմ մեր ուժի մասնակցությունը եւ կարևորում եմ մեր ուժի ներկայությունը պարլամենտում հենց նրա համար, որ մեր ուժը բերում է իր հետ մարդու իրավունքների պաշտպանությունը, դեմոկրատիայի պաշտպանությունը, եվրոպականացումը եւ այլն, այսինքն մեր ուժի առկայությունը պետք է ապահովի այդ բոլոր process-ները անկախ նրանից ես որ ասեմ վստահ եմ, հիմա կասեք բանի, բայց ես վստահություն ունեմ, ես ներքին համոզմունք ունեմ, որ այդպես է լինելու, անպայման իհարկե։ Պարոն Արարչյան, տեսեք, դուք հայտարարել եք, որ բացառում եք համագործակցությունը ՀՊ-ի հետ, բացառում եք համագործակցությունը նախկինների հետ։ Պատկերացրեք այսպիսի մի սցենար, որ խորհրդարանում օրինակ ձեր ուժի մանդատներից է կախված, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ընդդիմության միասնական թեկնածուն, թե Նիկոլ Փաշինյանը, ձեր որոշումը։ Բազմիցս խոսել ենք սրա մասին, բազմիցս հայտարարել ենք, այո, մեզ համար կարմիր գծեր են համագործակցությունը ԿՊ-ի հետ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետ եւ Հայաստան դաշինքի հետ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի թեկնածու եւ որպես վարչապետ։ Մնացած ուժերի հետ, բոլոր ուժերի հետ կարող է լինել համագործակցություն միայն եւ միայն այն պայմանով, որ պահպանում են մեր բոլոր ծրագրերը եւ պահպանում են մեր բոլոր պրինցիպները։ Սա շատ կարեւոր է։ Ոչ մեկի հետ չեմ բացում, սա պարլամենտարիզմի հենց շնչի մեջ է, սա պարլամենտարիզմն է, այսինքն համագործակցություններ, կոալիցիաներ եւ այլն, բայց պարլամենտարիզմ նաեւ նշանակում է ծրագրերի իրականացում։ Եթե դու պետք է կոալիցիա կազմես մի ուժի հետ, բայց դրա պատճառով քո սկզբունքներից դուրս գաս եւ պետք է դուրս գաս քո ծրագրերից, ապա իմաստ չկա կազմել այդ կոալիցիան, կազմել այդ համագործակցությունը։ Ուստի առաջնահերթային մեզ համար մեր սկզբունքներն են։ Եթե
այլ քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մեր հետ համագործակցեն, ընդունում են մեր այդ կարևորագույն կետերը, մենք պատրաստ ենք իրենց հետ համագործակցել։ Եթե չեն ընդունում, բնականաբար այդ համագործակցությունը չի լինելու։ Երևանի սցենարով առաջնորդվել, բայց օրինակ ընդդիմությունը հիմա բոլորը ասում են մենք կհամախմբենք նրա շուրջ, ով որ ամենաշատ ձայներ ստանա։ Դուք այդ ճանապարհով կգնաք, ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի ուժը այդ ուժերի։ Ես արդեն ասացի, որ մեզ համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի տեխնացու, որպես վարչապետ, այսինքն պատասխանը այդտեղ արդեն կար։ Նորից եմ կրկնում, մեզ համար նախ տարբերվում է ավականու ընտրությունը եւ ավականու կազմը եւ այնտեղ նաեւ օրենքով այնտեղ կոալիցիաներ չկան եւ այլն եւ այստեղ օրենքով լրիվ տարբերվում է ազգային ժողովի կազմավորումը ընդհանուր առմամբ եւ նորից եմ ասում պարլամենտարիզմը իր մեջ ունի հենց այդ համագործակցությունը, բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է, սա եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ քո ծրագրերը պետք է իրականան, չէ՞ որ մեզ ձայները մարդիկ տալիս են մեր ծրագրերի համար, ոչ թե սիրուն աչքերի համար։ Արմարության բանավեճի ձեր հեռանալ իշխանությունը որակեց փախուստ։ Դե իշխանությունը որակում է փախուստ արցախցիներին, որոնց Ադրբեջանը բռնի կերպով տարհանել է իրենց տարածքներից։ Իրենք ամեն ինչը իրենց սպիտակներով են բերում, իրենց պատկերացումներով, այնինչ նախ ես հրավիրել եմ պարոն Փաշինյանին բանավեճի տետատետ իրենք չեն եկել, ժողովուրդը որոշել ով է ումից փախել, բայց դա էլ մի կողմ, հենց այս խոսույթը, հենց այս սպիտակավորումները այն է, ինչի դեմ մենք պայքարել ենք պարլամենտում։ Այսինքն քաղաքական խոսք ենք բերելու, նորմալ օրենքների ընդունում ենք բերելու, բանավեճ ենք բերելու, հասկանում եք, ոչ թե պիտակավորումներ, գորգրոցներ եւ ինչ որ անհասկանալի փողոցային խոսույթ։ Հեռանալուց հետո բանավեճը դիտեցիք, ձեր գնալը արդարացված էր այսպես ասած։ Անկեղծ եմ ասում, չեմ դիտել, որովհետեւ դա, ինչպես եւ ասեցի, նախ վերացում ամենայն հարգանքով բոլոր ներկաներին այնտեղ, բայց այդ բանավեճերը ոչ միայն վերջին, այլ առաջինը, երկրորդը եւ երրորդը վերածվում են ԿՊ քարոզարշավի բալագանի էլեմենտներով։ Անգամ լսել է տհաճ եւ դժվար եւ գլխացավ է առաջացնում եւ գլխացավի դեղը կարծում եմ դեպքում Նիկոլ Փաշինյանի ներողություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է այն ուժերը, որոնք ըստ էության խաղաղության իրական կողմնակիչ են, այսինքն ինքն է միակ խաղաղություն բերողը, պատերազմ են ուզում, ինքնավստահ պատերազմ հեղագլուխ ուժերը ասում մյուս դեպի եւ ըստ էության ասոցիացված եւ ասում է ում երեխեքի հաշվին եք ուզում, որպեսզի այդ խաղաղությունը չեղարկվի, նաև հաշվի առնելով, որ ձեր երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Աստված միարացե պատերազմի դեպքում ով է պաշտպանելու Հայաստանը։ Պատերազմի դեպքում նախ սկսենք նայած, որ դա 100% մանիպուլյացիա եւ սուտ է։ Ես գրեթե չեմ ճանաչում քաղաքական ուժ, որը ուզում է որ պատերազմ լինի, չկա։ Ես չգիտեմ քաղաքական ուժ, որը ուզում է որ պատերազմ լինի։ Սա 100% մանիպուլյացիա է։ Սա վախի վաճառք է կոչվում։ Այսինքն ասում եմ, եթե մենք չենք ընտրվում, ապա լինելու է պատերազմ։ Այն միևնույն ժամանակ իրենք ասում են մենք տեսեք ուժեղացնում ենք մեր բանակը, ուժեղացնում ենք մեր պաշտպանության նախարարությունը եւ պաշտպանական դիրքերը, տարօրինակ խոսույթ է, որովհետեւ եթե դու ասում ես, որ դու պատրաստ ես, դու կպաշտպանվես եւ ինչի պետք է լինի պատերազմ եւ անգամ իրենք ոչ թե միայն մի քաղաքական ուժի հետ են պատերազմ եւ ոչ պատերազմը կապ, արդեն մեկ մարդու հետ։ Մենակ որ հարցնես, կասեն չէ, այ որ Նիկոլ Փաշինյանը չեղավ վարչապետ, մենակ Արարատ Միրզոյանը եղավ վարչապետ, էլի պատերազմ է լինել, այսինքն սա անընդունելի է։ Կապված պատերազմին մասնակցել չմասնակցելու եւ ընդհանրապես բանակում ծառայել չծառայելու, խնդրում եմ հանեք ցուցակը քաղաքացիական պայմանագրի, այնտեղ իրենք տեխնացուներ ունեն պատգամավորական, տեսեք ով է ծառայել, ով չի ծառայել։ Փառք Աստծո, ես ծառայել եմ մեր զինված ուժերում, եղել ենք նաեւ դրա մասին չենք սիրում խոսել, չենք ասում, բայց քանի հարցը տալիս եք ասեն, որ չստացվի, որ նաև հարգելով են 105 հոգուն, ովքեր մեզ հետ են, իմ հետ են եղել։ Ես ջոկատ եմ կազմել, մենք եղել ենք դիրքերով, իրական դիրքերով, ոչ թե ԿՊ-ի որոշ պատգամավոր կամ գրեթե բոլոր պատգամավորները գնացել են Հայաստանի տարածքներում, նկարահանվել են եւ ասել են մենք տեսեք կռվում ենք, Փառք Աստծուն մենք կատարել ենք մեր այդ սուրբ պարտականությունը եւ պատրաստ ենք միշտ կատարելու այդ սուրբ պարտականությունը։ Աստված մի արած է լինի պատերազմ, բայց եթե լինի մենք բոլորս պետք է մասնակցենք։ Ասացիք ձերբակալվածներ չունեք, իսկ ինչպես եք վերաբերում այս